Ողջույն ժողովուրդ ջան։ Այսօր Ջուլիան կներկայացնի ոնց ենք պատրաստելու մեղրով տորթի կրեմը։ Հիմա Ջուլիան արագի մեջ կներկայացնի ինչա պետք պատրաստելու համար։ Գնացինք։ Ողջույն բոլորին։ Ուրեմն մենք ունենք տեսահոլովակ ինչպես ենք պատրաստել մեղրով տորթի լիստերը, այսօր կպատրաստենք կրեմը եւ կհավաքենք տորթը։ Կրեմի համար մեզ անհրաժեշտ է ձու, շաքարավազ, խտացրած կաթ, եգիպտացորենի օսլա, կարակ։ Նու պարզը արդեն, որ մեղրով տորթը պատրաստում ենք կողքի փշրանքներով, բայց մենք այսօր կպատրաստենք ջնարակով, այսինքն պծիչի կսարքենք մենք, ավելի հետաքրքիր տարբերակ։ Նու պարզա չէ ովջան, որ փշրանքով ավելի հեշտ է, բոլորին հասանելի է, կպատրաստենք կակաոյով գլազոր, գեղեցիկ Ջուլ, կպատենք տորթը։ ներկայացրեցի կաթը, էսի կաթա։ Չեմ մոռացել։ Դե ոչինչ։ Կաթի մասին չենք Ոչինչ, ուրեմն կաթ։ Մեկ էլ Ջուլ, հիմա մեր հետևորդներին ցույց տու, ինչ ձևա կոմոդ ստացվե, ինձ թվում է թո տեսնեն։ Մեղրով տորթի լիստերն է, տեսահոլովակի հղումը թողնենք վիդեոյի ներքևում։ Ուրեմն սկսեցինք պատրաստել, ամեն առաջին ինչից ենք սկսում։ Ուրեմն առաջինը սկսում ենք ողջան, եփովի կրեմից։ Մեզ անհրաժեշտ է ամանի մեջ ավելացնել 4 հատ ձու։ Նախորոք արդեն լվացել ենք ու ջարդել ենք։ Այո։ Հաջորդը Ջուլ, դու ասա, ես քեզ կօգնեմ։ Թեթև հարում ենք, ավելացնում ենք շաքարավազը։ Ամբողջական ավելացնում Ջուլ։ Քիչ-քիչ թե միանգամից։ Չէ, ամբողջը լցրու։ Ամբողջը ավելացրու ողջան։ Միացնում ենք ձուի հետ շաքարավազը։ Բայց պետք չի Ջուլ միքսերով խառնել։ Չէ, ողջան, դիեթենք։ Հա։ Էդպես։ Շաքարավազն ու ձուն թեթև հարում ենք, ավելացնում ենք եգիպտացորենի օսլան, Տասած կաթնել ենք ավելացնել։ չէ, ողջան, խտացրած կաթը կրեմի ամենավերջին։ Բա կաթը։ Հեսա մի հատ միացնենք օսլան, հետո քիչ-քիչ կաթ կավելացնենք եւ կխառնենք։ Այս ձև ենք անում, որպեսզի օսլան գնդիկներ չառաջացնի։ Բա կարակա Ջուլ։ Պոպտի կրեմը եփենք, թողենք սառի, հետո կարակը հարելու ենք, ավելացնենք եփովի զանգվածը, ամենավերջում խտացրած կաթը։ Դե դրա համար սա մանրամասը կբացատրենք, ճիշտ ասած դրա համար եմ հարցերը տալի, որ դուք ամեն ինչը հասկանաք։ Հիմա մի քիչ կաթ ավելացրու, ողջան։ Կաթ։ Ինչքան ավելացնեմ Ջուլ։ Լսու։ Всё։ Հիմա միացնում ենք։ Իսկ Ջուլ, կաթ ավելացնելը քիչ շատ, ասես կապ չունի։ Պետք է բացենք, որպեսզի գնդիկներ չլինեն մեջը։ Հա, էսի անախորոք պետք է անես, նոր դնես գազօջախի վրա։ Նախորդ մաղով անցկացնում ենք կաթսայի մեջ եւ եփելու ենք։ Բա մաղով խես անցկացնում Ջուլ։ Եթե գնդիկներ մնացած լինի, մաղով անցկացնում ես ավելի Գլատկի լինի։ Պարզա։ Ուրիշ հարցեր ունեք։ Չէ, Ջուլ ջան, արա։ Դե ավելացնում։ Չէ, ես պրոստը Ջուլ, Ես գիտես։ հասկանում եմ, ողջան։ Շատ ճիշտ է։ Ես հիմա նորից էլի ավելացնեմ։ Նայեք, ժողովուրդ Բոլորը ջան։ լցրու, ո՞վ։ Պետք է էսել կիսատ լցենք։ Թե չէ։ Միանգամից։ Լավ, էսել բեր խառնի, էսել։ Ու Ջուլ, հետո հարց մի հատ էլ, ասենք հիմա մեր հետևորդներին էլ երևի հետաքրքիր կլինի։ Իան որ ես խառնում ես, փրփրում է, այդպես պետք է լինի։ Դե հա, ո՞վ։ Հա։ Կաթն է։ Զուն կաթը։ Իսկ չես կարող այդ ամբողջը, ասենք միանգամից Չէ, ո՞վ։ Չէ։ Օսլան միանգամից կարանա։ Էլի ավելացնեմ Ջուլ։ Վերջինն էլ լցրու։ Էսել վերջ։ Վերջում կավելացնենք վանիլին։ Մի հատ էլ կխառնենք։ Եվ մեր կրեմը արդեն պատրաստ է եփելու։ Ուզում ես Ջուլ, ես բեր կացան դնեմ ստե դու որ համար հեշտ լինի։ Այսպես։ Օգնական ջան։ Կամ դու ուզում ես դու էսի բռնի Ջուլ, դու էտի ես լցեմ։ Հիմա մաղով անցկացնում ենք, որպեսզի գնդիկները եթե մնացած լինեն, ամբողջը ավելի գլատկի կլինի։ Պետք է մի հատ խառնեմ նոր Ջուլ։ Սենց։ Թե չէ։ Չէ, եթե մնացել է ներքևը շաքարավազ, հա, մի քիչ վերջ։ Հիմա մեր հետևորդները թո տեսնեն, նա հիմա մեր օպերատորը թո նկարի, որ տակի մասը ինքը ամբողջական լուծվել է, չէ Ջուլ, սեզեվի պետք է լինի, չէ։ Եվ վերջին։
հիմա դնում ենք եփելու։ Աջուլ։ Ինչ դնենք պլիտայի վրա, աջուլ։ Այո։ Իան պետքա մանրմանդ։ Կամած էցում ենք, որպեսզի համ օսլայի համը չգա, ողջան, համ էլ ավելի գլատկ է ստացվում։ Խի որ ասենք տաք լինի, ինքը կարող է օսլայի համը Տակը գա։ շուտ sense բռնելու է։ Պետքա անպայման խառնես, հա, պաստայանի։ Անպայման։ Մինչև պնդանալը ողջան։ Ինքը ոնց ասենք շատ պինտ լինի, ոնց։ Չէ, ցույց կտամ, ով խտությունը ցույց կտանք։ Հիմա եփենք, քիչ-քիչ խտությունը ցույց կտանք, ինչ խտություն ա մեր մոտ լինելու։ Ջուլ, հաջորդ հարցը։ Հիմա իան պետքա դու սենց հա խառնես, եփես, սարցնես, նոր հետո այս կարակը ավելացնես։ Ճիշտ հասկացա ես։ Կրեմը եփում ենք, դնում ենք սառի։ Ահա։ Առանձին ամանի մեջ հարում ենք կարակը, Ահա։ գթալ ավելացնում ենք շիլան, մեր եփած։ Ահա։ Ամենավերջում խտացրած կաթ ենք ավելացնում։ Պարզա, դե ես ինձ թվում է երկար պետքա եփի, չէ՞ ջուլ։ Հա, քաշի մի 15-20 րոպե քաշի ոչն։ Դե ինձ թվում է երևի կմիանանք այն ժամանակ, որ արդեն եփենք, հա, որ խտությունը ինչ ձև է լինելու, կմիանանք ու ցույց կտանք։ Ու ինքը գույնը պետքա փոխի ջուլ, չէ՞։ Սպիտակ գույնի ոնց է ձևի կա, գույնը է ձևի ալի։ Ну, շատ սպիտակ չէ, կաթն է։ Բեժովի։ Չէ, բեժովի շատ մուգ կլինի։ Գույնը եւ խտությունը ցույց կտանք։ Ինձ թվում է ես ձեր փոխարեն հարցերը Ջուլիային տվեցի, մեկնաբանության մեջ անպայման գրեք, հələ ճիշտ հարցեր եմ տալի, թե չէ։ Ու հաջորդել, ուրեմն բացատրես Ջուլիան, կմիանանք ձեզ, երբ որ արդեն կրեմը պատրաստ լինի։ Ոչ թե պատրաստ լինի, հենց խտությունը ցույց կտանք։ հենց որ պնդանա, ասենց հայրեն լեզվով ասած։ Հենց մի քիչ կրեմը պնդանա, կմիանանք ու ցույց տանք։ Գնացինք։ Դե Ջուլիա, ներկայացրա, ինչ process է քո մոտ գնում։ Կրեմը արդեն պատրաստ է, պետքա լինի այս ձևի խտություն կրեմը։ Վերջ հիմա կրակի վրայից վերցնում ենք եւ ավելացնում ենք մեր ամանի մեջ, որպեսզի լավ սառի։ Հիմա պետք է ուղարկենք սառնարան։ Չէ, շատ տաք է, չի կարելի սենց սառնարան։ Ուղղակի դնում ենք սենյակային ջերմաստիճանի մի քիչ սառի, ողջան։ Ահա։ Հետո նոր կուղարկենք սառնարան, որ սառի, որ կարողանանք կրեմը սարքել։ Ну տակ չի կարելի սառնարան դնել։ Ես ճիշտ հասկացա, ինքը պետք է ամբողջական սառի, որի այդ կարողանաս աշխատես։ Հա, որ կարողանանք կարակը ավելացնել ողջան։ Իսկ հաջորդ գործողությունը ինչ պետք է անես։ Հաջորդը ուրեմն վերցնում ենք սննդային թաղանթ։ Սննդային թաղանթով այս ձևի փակում ենք, որպեսզի չչորանա, թաղանթ չբռնի կրեմի վրա։ Եվ այսպես թողնում ենք, որ սառի։ Եվ այդ ընթացքում Ինչ, դու էլ գործողություններ չունես։ Չէ, հիմա պիտի կոկտեյլ վայելենք։ Դե լավ, ժողովուրդ ջան, քանի որ պետք է սառի, ես էլ ձեր համար մի հատ հավեսին կոկտեյլ կպատրաստեմ։ Դե գնացինք պատրաստելու։ Ուրեմն սկսում ենք պատրաստել։ Ամենաառաջինը պատրաստելու համար ինչա մեզի հարկավոր ներկայացնեմ ելակը անհրաժեշտ, բանան։ Հիմա Ջուլիան մեզի կօգնի ելակը կմաքրի, ես մանրամասը հետո հատիկ-հատիկ ցույց կտամ ինչ ենք անելու։ Մեր դեպքում ուրեմն ժողովուրդ ջան, կարամել է, մի օր էլ Ջուլիան այս կարամելի պատրաստման ձևը անպայման ձեզի ցույց կտա։ Ինչ ենք անում։ Ավելացնում ենք բաժակի մեջ առաջին եւ երկրորդը։ Ուրեմն հարիչի օգնության Յան հեսա գեղեցիկ տեսք ենք տալու։ Ելակները շատ է պետք է էլի մաքրել։ Չէ, էլի մաքրի ջուլ։ Դե Իստմա ջուլ այդ հարցը դու ինձ չտայր որ խա։ Իզուր ասեցի։ Չէ, իրոք շատ սիրում եմ։ Առաջինը մեր մոտ պատրաստ է, հիմա այսպես տեղադրեմ մեր օպերատորը։ Նկարի հիմա հաջորդը։
Եվ վերևին։ Իսկ նորմալ է։ Հաջորդ մեր քայլը։ Ավելացնում ենք ելակները։ Էլի մաքրեմ թե հերիքով։ Իսկ թվում է բավական է ջուր։ Բանան պետք է մաքրել։ Ջուր, ինձ թվում է բանանը վերջում կկտրատենք, որ ինքը չսևանա։ Հետո ցույց կտամ բանանով ինչ ենք անելու։ Եթե ունեք էզևի հարմարանք, կարեք այս հարմարանքով պատրաստեք։ Ասենք հեսա հերթականությունը ցույց կտամ։ Հիմա կարամ է ելակ արդեն համադրությունը շատ է։ Այս ձևի է պետք։ Պետք է սառույց բերեմ ոչ։ Անպայման։ Հիմա սառույցն է հաջորդը պետք։ Ուրեմն ժողովուրդ ջան, անհրաժեշտ է ավելացնել սառույց։ Այս ծակորոտի բռնում ենք, հիմա պետք է ավելացնենք սառույց։ Այդ էս թվում է ջուր, բավական չի, էլի է անհրաժեշտ։ Սառույցը։ Ինչ դու լսես էս Եթե բաժակը սառը լինի, սառնարանից անեք, ինքը ավելի լավ մոտներդ կստացվի։ Այս որ կարամելը որ ավելացնում եք, ինքը սառում է, ի այդ ավելի հետաքրքիր է լինում աշխատել։ Բավական է։ Հիմա ջուր, մինչև դու սառույց նորից բերես։ Բայց կարամ ասեմ, որ ինքը շատ համեղ է ստացվում։ Լավ, մինչև սառույցը Ջուլիան բերի, հաջորդ քայլը մեզի ինչա անհրաժեշտ։ Մեզի կաթ ենք վեկալում, կակոսվի կաթ է պետք։ Հենց այսենց էլ միանգամից ավելացնում եմ, հա։ Հայ, մեկ ինչ գեղեցիկ տեսք է տալիս, ստեմ եք ժողովուրդ ջան։ Այս ամբողջը չի, հեսա մենք էլի գործողություններ ունենք։ Ուրեմն ավելացնում ենք սառույցը։ Այսպես։ Ու պետքա այս ամբողջ գործողությունը արագի մեջ արվի։ Իսկ թվում է սառույցը վերցրա ջուլ։ Իսկ բանանը չմաքրեմ հիմա ոչ։ Չէ, հեսա հետո ես կասեմ քեզ ինչ կանենք բանանը։ Եթե օգտագործենք էլի, ես նայում եմ արդեն այնքան գեղեցիկ է երևի։ Չօգտագործենք։ Չօգտագործենք էլ։ Ուրեմն բաժակները տեղափոխում ենք այստեղ։ Հիմա ցույց կտամ ինչ ենք անելու։ Ուրեմն վերցնում ենք ծվող սուրճ։ Եվ ջուր է մեզ անհրաժեշտ ջուր։ Ավելացնում ենք ջուր։ Ջուրը անհրաժեշտ չի ջուր։ Եվ հարիչի օգնությամբ խառնում ենք։ Ոչ եմ դիպերեն ավելացնես, Անպայման։ Всё, բավական է։ այս դուրին ոչ։ Ուրեմն ինչ ենք անում, ժողովուրդ ջան։ Եվ երկրորդը։ Եվ վերջ։ Հաջորդ մեր քայլը։ Մի քիչ պետք է իրան թողենք, որ ինքը նստի, որ խառնենք, ինքը չթափի։ Հիմա մի րոպե մնա, ինքը ինձ թվում է, նայում եք։ Եվ երկրորդը։ Ասեք, որ գեղեցիկ է։
Շատ։ Չէ։ Հիմա ներքևի ելակի համը կտա քիչ-քիչ կաթին, կոֆե։ Հիմա մի քիչ իրան թողում ենք Ժողովուրդ ջան, մի քիչ իշնումացած եւ վրան մառոժն ենք ավելացնում։ Իսկ հիմա մի քիչ հեսա թողենք ինքը կնստի, որ այդքան ժամանակ չսպասեք։ Հենց նստի կմիանանք ցույց կտանք ոնց ենք մառոժին ավելացնում։ Գնացինք։ Հիմա մեր օպերատորը մոտիկից ցույց կտա, նայում եք ինքը արդեն նստել է, եկավ ժամանակը, որ պետք է ավելացնենք պաղպաղակ։ Եվ այսպես վերցնում ենք յան։ Սիրուն, եւ այսպես ավելացնում ենք պաղպաղակ։ Մի փոքրիկ է ավելացնում։ Որ մասում, այստեղ։ Դե որ դու ասես ոնց կարամ ես չավելացնեմ։ Ավելի սերուցքային համ կտա պաղպաղակն, չէ՞։ Ինքը պետքա սառած լիներ, քանի որ մենք հանել ենք դուրսը հալելա, ոչինչ։ Եվ վերջ։ Իսկ հիմա մեր մոտ ամեն ինչ ստացվավ, կխնդրենք անպայման պատրաստեք եւ մեկնաբանության մեջ գրեք։ Մեր մոտ գեղեցիկ է ստացվեց, թե չէ։ Ես մի հատ ուզում եմ կողից նայեմ, տենա բլ լավ է ստացվել։ Շատ սիրուն։ Ոչ թե սիրուն է ստացվել, այ շատ սիրուն է ստացվել։ Իսկ հիմա հեսա մի հատ եք փորձեմ։ Համը շատ համեղ կլինի։ Ներքևի կարամելը, չէ՞, խառնվի հետը։ Համեղա չէ ստացվել ջուր։ Կարամելի համը շատ համեղ է։ Դե այդ ընթացքում էլ մեր արդեն կրեմը սառել է, կմիանանք ձեզ, կրեմը Պատրաստելու ժամանակ։ գնացինք։ Դե հիմա ներկայացա Ջուլիա, սառնարանից հանել ես ու ինձ ձևա քո մոտ ստացվել։ Մեր կրեմը արդեն լավ սառել է։ Հիմա սկսում ենք պատրաստել։ Լավ, հələ մի րոպե։ Հիմա ներկայացրա մեր հետևորդները, որ տեսնեն ինչ ձևի պետքա լինի սառնարանից հետո։ Խտությունը կրեմի։ Արդեն ուզում ես սենց էլ գտալ ուտես։ Ես ճիշտ հասկացա, Ջուլ, հիմա պետքա վերցնես այսպես, որ ինքը դժվարության իջնի ցած, ուրեմն սառել է, ճիշտ է, կարելի է արդեն հետը աշխատել։ Այո։ Հաջորդ գործողությունը։ Սկսում ենք կրեմ պատրաստելը։ Ավելացնում ենք հարիչի ամանի մեջ, որպեսզի լավ հարենք։ Կարակը լավ հալել է։ Փափուկ է։ Հեսա ցույց կտամ, լավ փափուկ կարակ է։ Դու պետք չէ սառը լինի կարակը, որպեսզի կրեմը ավելի լատկի ստացվի մեր մոտ հարթ։ Եթե կարակը լինի սառը, իսկ մեր եփած կրեմը լինի տաք, միացնելու ժամանակ ճիշտ չի ստացվի մեր կրեմը։ Պետք է լինի նույն ջերմաստիճանի կարակը եւ եփած մեր կրեմը։ Կարակի վրա ավելացնում ենք վանիլին։ Դու ասա ես կավելացնեմ ջուր։ Չէ, ոչ մի բան չենք ավելացնելու։ Ուղարկում ենք հարիչի օգնությամբ, պետք է լավ հարի, ծավալով մի քիչ ավելանում է կարակը եւ սպիտակումը։ Եվ պետքա գտալ ավելացնենք եփովի կրեմը։ Այս ամբողջն էլ պետք է ավելացնես։ Չէ, ժեներակի համար է ողջը։ Ինքը ես ճիշտ հասկացա, երկար process է, այս ամեն ինչը, չէ, որ պետք է հարիչի օգնության խառնվի։ Հարիչի օգնությամբ պետքա միացնենք իրար, ամենավերջում ավելացնելու ենք խտացրած կաթը։ Դե իսկ թվում է երևի մեր հետևորդները մեր երաժշտությունը կվայելեն։ Այդ ընթացքում էլ դու այդ ամեն գործողությունը ցույց կտաս։ Ավելի լավ։ Գնացինք։ Հեքիաթ է պատմում, բայց ներսում մեր տունը շողում է լույսով, սեղանին հացն է բույրը մանկության, մայրիկի ձեռքերով լի սիրով ու հույսով, սեր կա մեր տան պատերի մեջ, ամեն մի ծիծաղ մի նոր արև է, ընտանիք իմ փոքր աշխարհ, որտեղ սիրտս միշտ տուն է գալիս, հայրիկի խոսքը ուժ է ու ճանապարհ, քույր ու եղբայր ընկերներ հավերժ, մի
բաժակ թե մի փոքրիկ սրույց Եվ աշխարհը դառնում է ավելի մեծ Սեր կա մեր տան պատերի մեջ Ամեն մի ծիծաղ մի նոր արև է Ընտանիք իմ փոքր աշխարհ Որտեղ սիրտս միշտ տուն է գալիս Խոհանոցում հոտ է տաք ու բարի Մեր հիշողությունները համով ու պաց Յութուբյան ալիքում մեր օրերի երգը Դավթյան ֆեմիլի սիրով գրված պատմված Սեր կա մեր տան պատերի մեջ Ամեն մի պահ մի փոքրիկ հրաշք Ընտանիք իմ հավերժ երգ Դու ես իմ լույսը, իմ ամեն բան Մեր կրեմը արդեն պատրաստ է։ Հիմա ուղարկում ենք սառնարան 10-15 րոպե, որպեսզի ավելի ստաբիլանա եւ կարողանանք հեշտ աշխատել կրեմի հետ։ Ինքը սկզբից թույլ է։ Որ ինքը ձգվի, Հա, կարակը սառում է, ավելի ամրանում է կրեմը։ որ հետը կարնաս աշխատես։ Այո, հիմա մի 10-15 րոպե ուղարկում ենք սառնարան եւ սկսում ենք հավաքել տորթը։ Գնացինք։ Դե Ջուլիա, բացատրի, արդեն սառնարանից հանել ես, կրեմը մեր մոտ արդեն լավ է, չէ՞ ստացվել։ Շատ լավ է ստացվել, սկսում ենք հավաքել խմորը եւ ավելացնում ենք կրեմը։ Ու սովորական սկսում ենք հավաքել կրեմ, խմոր հերթականությամբ։ Իան պետքա հաստ կսվի, բարակ կսվի։ Ավելի գեղեցիկ է, ինչքան հաստությունն է խմորի, այդքան էլ կրեմի հաստությունը լինի ողջը։ Դե ինչի համար, որ կտրատես սիրուն։ Գեղեցիկ կտրվածք ունենալու համար։ Հիմա ավելացնում ենք կրեմը, աշխատում ենք հաստ, որպեսզի ստացվի խմորի հաստությամբ մեր կրեմը։ Չափաբաժինն էլ այնքան է, որ հերիք է մեր կրեմը։ Նորից ավելացնում ենք կրեմ եւ ավելի փափուկ է ստացվելու։ Եվ տարածում ենք ամբողջ խմորի հատվածում։ Իսկ եթե չունեն այդ գործիքից, կարան կթալի օգնության, չէ՞ անեն։ Հա, դանակի։ Դանակով շատ հեշտ է։ Աշխատում ենք կրեմը, որ հավասար ստացվի մեր մոտ։ Կողերի մասն էլ։ Այո։ Մինչև այս բոլոր մասերը ողջը։ Այ երկրորդ խմորը որ դնես, ինքը հավասար նստի, հա։ Ես քիչ է կրեմը։ Քիչ կրեմ ենք ավելացնում։ Հիմա երկրորդ լիստն ենք դնում խմորի վրա, շատ թեթև ձեռքով սխմում ենք խմորին և նույնը շարունակում ենք երկրորդ լիստի համար։ Դե ինձ թվում է Ջուլ, ամբողջական գործողությունը ցույց տվեցիր, թե ինչ ձև է պետք անել, իսկ հիմա բոլորը հավաքես և միանանք։ Պարզ է արդեն։ Պարզ է, չէ՞ ժողովուրդ ջան։ Խմոր կրեմ, ամբողջությամբ տորթը հավաքենք և ձեզ միանանք։ Գնացինք։ Դե Ջուլիա, ներկայացրա։ Ինչ էտապում ենք։ Հավաքել ենք արդեն։ Ես միշտ վերևի մասն եմ կրեմ ավելացնում, համեմատած մեջին մի քիչ ենք ավելացնում վերևը։ Հիմա ուղարկում ենք սառնարան, պետքա լավ սառի։ Նու մոտավոր մի ժամ, 2 ժամ թողնում ենք սառնարանի մեջ եւ այդ ընթացքում մենք կպատրաստենք ջնարակը։
Ով ջան, ուղարկենք սառնարան։ Ու միանանք։ Կամ արի ջինարակը պատրաստենք, ընթացքում ուղարկենք սառնարան։ Դե դու պատրաստի, ուզում ես ես տեղադրեմ սառնարան։ Վերջ։ Շատ ճիշտ է, ով ջան։ Ուրեմն ամանի մեջ ավելացնում ենք շաքարավազը։ Ինչ ես արել ջուր, շաքար։ Շաքարավազի վրա ավելացնում ենք կակաոն։ Ահա։ Այս ամենի մեջ ամբողջությամբ ավելացնում ենք կաթը։ Դու ասա ես կավելացնեմ, ուրեմն ավելացնում ենք ձեթը, Անպայման, ամբողջական։ ամբողջ։ Եվ պետք է լավ խառնենք, որպեսզի գնդիքով չլինի մեջը։ Խառնելուց հետո պետք է եփենք անպայման։ Ով ջան, վանիլինը, չէ, կոնյակը ամենավերջին ենք ավելացնելու։ Վանիլինը։ Խառնենք։ Կոնյակը վերջում ես, ավելացնում։ Ամենավերջը։ Ես ճիշտ հասկացա, դու իան պետքա եփես։ Հա, ով ջան, եփում ենք, այդ ընթացքում էլ մինչև եփենք, թողնենք մի քիչ սառի, պետք է ավելացնենք տորթի վերևի մասում։ Հիմա դնում ենք եփելու, շատ մամա պետք է անենք գրական։ Եվ եփում ենք։ Ինքը շաքարավազը հենց սկսի հալել, մի քիչ են սենց փոքրիկ փուչիկներ տան ներսից, անջատելու ենք և ավելացնելու ենք կոնյակը։ Կոնյակը ինչի համար, արամատի, հա։ Համ արամատ է տալիս, համ էլ փայլով։ Կոնյակը գեղեցիկ փայլ է տալիս։ Նույն ձեթն էլ ինքը փայլ կտա, բայց կոնյակը, որ ավելացնում ես, ավելի գեղեցիկ է ստացվում։ Հիմա ինքը մի քիչ պինդ է երևում, բայց հեսա շաքարավազը կսկսի հալել, մի քիչ կթուլանալ։ Հետո նորից կսկսի պնդանալ։ Սկսի այսպիսի պղպջակներ տա, մեր ջինարակը, ավելացնում ենք կոնյակը, խառնում ենք, վերջ։ Մեր ջինարակը արդեն պատրաստ է, թողնում ենք սառի մի քիչ և պետք է ավելացնենք տորթի վրա։ Հիմա թողնենք սառի, հաջորդ քայլին։ Դե բացատրի ջուր, ինչ ես անում։ Մեր գլազորը արդեն լավ սառել է, տեսնում եք ինչ գեղեցիկ փայլ ունի։ Հիմա ավելացնում ենք տորթի վրա։ Մեջտեղի մասում ավելացնում ենք։ Եվ տարածում ենք, որպեսզի ամբողջ տորթը պատված լինի գլազորով։ Դե ամբողջական ինձ թվում է տարածենք ժողովուրդ ջան եւ ձեզ միանանք։ Գնացինք։ Եվ անակնկալը ինձ թվում է մեր մոտ ստացավ ժողովուրդ ջան։ Մենք արդեն ձեր շնորհիվ դարել ենք 5000 հոգի։ Նես որ շնորհավորում ենք համ ձեզ, համ մեզ։ Ժողովուրդ ջան, ինձ թվում է էսի մեր ընտանեկան հաղթանակն է։ Շնորհավորում ենք մեր ընտանիքին։ Լավ լնենք ու այս ձևի առաջ գնանք։ Ինձ թվում է եկավ ժամանակը, որ պետքա փորձենք ու հեսա մոմերն ենք փչում։ Ինձ թվում է մոմերը դու փչես, թե ես։ Իրար հետ։ 1 Եվ օպերատորի հետ։ Եվ օպերատորի, որտեղ ինքն էլ է շատ մեծ աշխատանքներ է կատարում։ 1 2 եւ 3 Всё, ժողովուրդ ջան, ուրեմն մենք մեզի շնորհավորեցինք եւ ձեզ շնորհավորեցինք։ Այս ամեն ինչը ձեր օգնության է։ Հիմա եկավ այն ժամանակը, որ պետքա փորձենք։ Իսկ թվում է մի հանի, թող մնա վրա են ջոյ։ Հա։ Ու այդ ձևի, քանի որ դանակով կտրատի, հիմա իսկ թվում է պետքա որ այդ 5000-ը անպայման մնա։ Իսկ թվում է այսյանից երևի, հա ջոյ։ Ոնց ուզում ես, նայ, դու ոնց ես ցանկանում։ Հապկությունը։ Փափուկ է ստացվել։ Իսկ թվում է հիմա մեր հետևորդներին հետաքրքիր է, թե ինչ ձևի կտրվածք է, չէ՞ ստացվել։ Օ, բրավո։ Չէ, մալադես, ջուլ։
իրոքից շատ գեղեցիկ է ստացվել։ Հեսա ես մոտիկից մեր հետևորդներին կցույց տամ, շատ գեղեցիկ տորտ է ստացվել։ Եվ կարելի է այս ձևի մի հատ նկար անել ջուն։ Այ սենց լույսին մոտիկ, որ նայում եք կտրվածքը ինձ սիրուն է։ Ցանկալի է, երբ որ արդեն ջնարակով խմորեղենը պատեք, հաջորդ օրը կտրեք, որ ավելի փափուկ եւ ավելի համեղ ստացվի ձերն։ Լավ, հիմա եկավ այդ նայում եք, ես ոչ թե գովում եմ, հիմա նայեք, դանակը հանգիստ։ Պատարակաղով էլ ինքը շատ Նայում եք, իս ձևի հավեսին համ խմորն է ստացվել, ինձ թվում է, նայում եք, հանգիստ յան։ Ինձ թվում է եկավ, հիմա պետքա փորձենք, ինձ թվում է այսենց անենք, երևի որ ավելի ոնց է։ Փափկությունը լավ է։ Դե փափկությունը լրի ոնց որ մալմալատ լինի ջուր։ Անուշարակության։ Դե ես դες քաղցրակեր չեմ ժողովուրդ ջան, բայց կարամ ասեմ ինքը շատ համեղ է։ Թե խմորը, թե կրեմը ինքը չէ։ Բրավո, մալադեց։ Դե ինձ թվում է մեր մոտ ամեն ինչ ստացվավ, ամեն ինչ ցույց տվեցինք։ Դե ժողովուրդ ջան, էսի ամեն վիդեոների վերջում էլի նույն բանն եմ կրկնում։ Էս իմ ամենասիրած պահն է, որ այսենց ընտանիքով չարչարվում եք, հեսա կնոջս պատրաստած տորթը, պետք է ընտանիքով նստենք, հավեսին վայելենք։ Դե գնացինք վայելելու։